Պատմությունը իր հերթին, ես իմ կյանքի պատմության մեջ էլ միշտ փոքրուց հետաքրքրել եմ նայել կաթողիկոսի կերպարին նոր տարուց նոր տարի կամ այլ քրիստոնեական կարևոր խորհրդանշական տոների ընթացքում, երբ Վեհարփար Հայրապետը պետք է իր կոչով դիմեր մեզ հայերիս հետևորդներին եկեղեցու ու սենց նայում էի մի տեսակ անհասանելի շատ բարձր այդ կերպարին այսօր մենք տեսնում ենք փաստորեն շատ կենցաղային վիճակում դատարանի առաջ կանգնած սովորական մարդացրած վիճակում, որը ես որպես առաքելական եկեղեցու հետևորդ, որպես երիտասարդ հայ, ինձ համար շատ շոկային է, այս վերջին տարիների ընթացքում ինչ տեղի էր ունեցել, ինչ բերել էին մեր գլխին, մեր ազգի հետ ինչ տեղի էր ունեցել, չէի պատկերացնում, որ էլի ինչ որ բան կարող է տեղի ունենալ, որ ես զարմանամ, բայց այսօր ոչ միայն զարմացած եմ, այլ նաև ինչպես արցախյան, այդ պատերազմի Արցախի գլխի նեկածների եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետության գլխի նեկած այդ փորձությունների ընթացքում հերթական անգամ ես շոկի մեջ եմ։ Այդ իր լավ կողմը ունի, այդքան չեն կարողացել այնքան բթացնել մեզ, ինչքան կուզեին, բայց իրավամբ ինչ որ տեղի է ունենում, սա սարսափելի է մեր ազգի համար, աշխարհի առաջ, մեր երեխեքի առաջ, սերունդների առաջ, պատմության առաջ, ել չասեմ, արդեն այդ բաները ել չի լինում ասել, առաջին քրիստոնյա երկիր, այդ սիրուն բաները, որով մեզ բնորոշում էինք, այլևս կիրառելի, ասելու բան չի մնացել, հասկանում եք, այն ինչ որ տեղի չպիտի ունենար, տեղի է ունենում, այն բոլոր արժեքները, որով հպարտանում էինք, որոնց վրա հենվում էինք, որպես այս ինքնության, մեր ազգային ինքնության կրող է լինող մարդիկ, այլ չենք կարողանում այն պնդությամբ հենվել այդ ամեն ինչի վրա։